ни на русском, ни на армянском, ни на азербайджанском. Я не знаю, за что меня осудили. Մարտի 13-ին ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային, բայց հեռախոսազրույցը հարկադրաբար ընդհատվել է։ Այս մասին ասված է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի կողմից արված հայտարարության մեջ։ Ես մեկ ամիսը չեմ կարողանում ստանալ դատավճիռը, ոչ ռուսերեն, ոչ հայերեն, ոչ ադրբեջաներեն։ Չգիտեմ ինչի համար եմ դատապարտվել եւ որ հոդվածներով։ Ես հանդիպում եմ խնդրում, որպեսզի կարողանանք քննարկել այս ամենը, որովհետև ցավոք Կարմիր խաչը հեռացվել է։ Այստեղ չկա որևէ այլ հաստատություն, որը կարող է մեզ հետ կապ պահել։ ՀՀ կառավարությունն այստեղ չունի ներկայացուցչություն եւ զբաղված է մատակարարումներով։ Զանգն ադրբեջանական կողմից ընդհատվում է հնարավորություն չտալով Ռուբեն Վարդանյանին ավարտել օմբուդսմենին ուղղված իր խոսքը։ Армянское правительство не имеет здесь представительства и занято поставками. Ասված է հայտարարության մեջ։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։